Կարևոր բաժիններից մեկը էլեկտրական երևույթները։ Ամփոփում ենք էլեկտրական հոսանք թեման, պատրաստվում ենք լաբորատոր աշխատանքի։ Ինչ է էլեկտրական հոսանքը, երեխաներ։ Պատասխանեք։ Կամարված մասնիկների ուղղորդված շարժումը կոչվում է էլեկտրական հոսանք։ Ճիշտ է, Արիանա, իսկ էլեկտրական հոսանքը մետաղներում ո՞ր մասնիկների ուղղորդված շարժումն է։ Ատոմներից փոխված էլեկտրոններ։ Ապրես, նստիր, ատոմներից փոխված էլեկտրոնների ուղղորդված շարժումը առաջացնում է էլեկտրական հոսանք մետաղներում։ Երեխաներ, հոսանքը բնութագրող ինչ մեծություններ գիտենք։ Պատասխանի։ Լարու դիմադրություն և հոսանք։ Ահա, շատ ճիշտ է։ Երեխաներ, ո՞ր մեծությունն ենք անվանում հոսանքի ուժ, ինչ տարով ենք նշանակում, ո՞րն է չափման միավորը։ Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող մեծությունը կոչվում է հոսանքի ուժ։ Այն ցույց է տալիս հաղորդչի լայնական հատույթում 1 վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը։ Նշանակում ենք ի տարով, ին հավասարի Q բաժանած T միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը ամպերն է։ Ապրես, Արիանա, նստիր։ Ամպերաչափը շղթային ինչպես ենք միացնում։ Ահա, ճիշտ է, ամպերաչափը շղթային սպառիչին միացնում ենք հաջորդաբար։ Մյուս մեծությունը, երեխաներ, որ հոսանքի բնութագիրը ինչ է կոչվում։ Ահա, ճիշտ է, էլեկտրական լարում։ Լարում ով կներկայացնի, ով կխոսի, լսում եմ Արտյոմ։ Հաղորդիչի լիցքի տեղափոխման համար էլեկտրական դաշտի կատարած աշխատանքի հարաբերությունը տեղափոխման լիցքին կոչվում է լարում, միավորների համակարգում միավոր վոլտն է, նշանակում է հավասար է անվանիմացքների աշխատանքների։ Ճիշտ է, շատ ապրես, նստիր։ Երեխաներ, մյուս մեծությունը։ Ահա, դիմադրություն, լսում եմ Գայանը։ Յուրաքանչյուր հաղորդիչի ծրագրին կիրառված լարման և դրա միջև անցնող հոսանքի ուժի հարաբերությունը հաստատ կողմի մեծություն է, և որն անվանում ենք հաղորդիչի դիմադրության միավորների համակարգում կողմն է, ի պատիվ կեղոր կողմի դիմադրության միավորը նշանակում է R տառային նշանակում է R-ն է, չափման միավորը O։ Ճիշտ է, նստիր։ Երեխաներ, այ Գայանեն ասաց, որ դիմադրությունը հավասար է լարման և հոսանքի ուժի հարաբերությանը և դա ամփոփող է, այսինքն նշանակում է դիմադրությունը կախված չէ ոչ լարումից, ոչ հոսանքի ուժից, այլ այն կախված է հաղորդալարի նյութի տեսակից, երկարությունից և լայնական հատույթի մակերեսից հաղորդալարի։ Պարզ է, հիշում ենք, չէ՞։ Հիմա մի փոքր խոսենք զուգահեռ ու հաջորդական միացված մեծությունների մասին։ Այդ հաջորդաբար միացման դեպքում հոսանքի ուժը շղթային քանու տեղամասում ինչի է հավասար։ Ահա, չի փոխվում, ճիշտ է, մնում է նույնը, այսինքն ին հավասար է I1 հավասար է I2։ Ահա, ճիշտ է, ին հավասար է I1 հավասար է I2։ Իսկ լարումը երեխաների հաջորդական միացման դեպքում լարումը ինչի է հավասար։ Այո, առանձին տեղամասերի լարումների գումարին։ Դիմադրությունը առանձին տեղամասերի դիմադրությունների գումարին։ Անցնենք զուգահեռ միացմանը, երեխաներ։ Հոսանքի ուժ ընդհանուր տեղամասում ինչի է հավասար։ Ահա, ճիշտ է, իսկ լարումը, այո, լարումը մնում է նույնը, չի փոխվում։ Դիմադրությունը, սահմանում ով կասի, ընդհանուր տեղամասում դիմադրությունը ինչի է հավասար։ Ուսումնասիրենք հաջորդական միացումը։ Հաջորդական միացման դեպքում հոսանքի ուժը ինչի է հավասար ընդհանուր տեղամասում։ Ահա, այսինքն չի փոխվում։ Սահմանում ինչպես կասենք, ընդհանուր տեղամասում հոսանքի ուժը հավասար է հազրադարձ տեղամասների Ահա, լսում եմ Անաստասիա։ Զուգահեռաբար միացված պարիշների ընդհանուր տեղամասի դիմադրության հակադարձ մեծությունը հավասար է դիմադրությունների հակադարձ մեծությունների գումարին։ Ահա, այդ զուգահեռ միացման դեպքում դիմադրությունը ճիշտ է։ Իսկ զուգահեռ միացման դեպքում լարումը ինչի է հավասար ընդհանուր տեղամասում, երեխաներ։ Լարումը ոչ տեղամասում ունենելը, Ահա, ճիշտ է, նստիր։
պարզագույն էլեկտրական շղթա, դրել եմ շիկացման լամպ, որին հաջորդաբար միացրել ենք ամպերաչափ և զուգահեռաբար վոլտաչափ, բանալին փակում ենք, լամպը վառվում է։ Շատ լավ։ Ցով ստանում ենք էլեկտրական հոսանք, որը ազդում է թղթի ցարկած մարտիկների վրա։ Շատ լավ, գերազանց։ Նստիր Արտյոմ։ Երկրորդ դերասի համար պատրաստել եմ սանիկաշար։ Ապրես Աննա, կարող ես ցույց տալ։ Սանն ներածություն, էլեկտրականությունը մեր կյանքի անբաժան մասն է, այն աշխատեցնում է լամպերը, հեռուստացույցը, հեռախոսը, տրանսպորտը և նույնիսկ համակարգիչը, բայց ինչ է իրականում էլեկտրական հոսանքը և ինչպես է այն առաջանում։ Այս ներկայացումը ընթացքում կծանոթանանք նրա էությունը, չափման մեծություններին, օրենքներին ու կիրառություններին։ Որը մենք արդեն իմացանք, չէ՞։ Ինչ է էլեկտրական հոսանքը։ Էլեկտրական հոսանքը էլեկտրական իսկավորված մասնիկների կարգավորված շարժումն է հաղորդիչում։ Մետաղներում այդ մասնիկները ազատ էլեկտրոններն են, որոնք շարժվում են հաղորդիչի միջով, լարման ազդեցությամբ ստեղծվելով հոսանք։ Ազատ էլեկտրոններ։ Օրինակ, երբ միացնում ենք լամպը հոսանքին, էլեկտրոնները սկսում են շարժվել հաղորդիչներով և լամպը վառվում է։ Էլեկտրական հոսանքը առաջանալու համար պետք է լինեն դիսկավորված մասնիկներ, լարում, որը ստիպում է դիսկերին շարժվել, փակ շղթա, որպեսզի հոսանքը կարողանա անցնել ամբողջ ճանապարհը։ Եթե շղթան բաց լինի, հոսանքը չի ճիշտ է, չի անցնում։ Հոսանքի ուղղությունը, էլեկտրոնների իրական շարժման ուղղությունը, բացասականից դեպի դրական բևեռ, սահմանված հոսանքի ուղղությունը դրականից դեպի բացասական բևեռ, այս տարբերությունը պարզապես պայմանական է, բայց օգտագործվում է բոլոր հաշվարկներում։ Այո, ճիշտ է։ Օհմի օրենքը գերմանացի գիտնական Գեորգ Օհմը սահմանեց հոսանքի ուժը, հաղորդիչում ուղղակիորեն համեմատական է լարմանը և հակադարձ համեմատական դիմադրությանը։ Շատ ճիշտ է։ Բանաձևը ին հավասար է ուն բաժանած եռի, որտեղ ին հոսանքի ուժն է, ուն լարումը, իսկ եռը դիմադրությունը։ Ապրես Աննա։ Վերցնում եզրակացություն, էլեկտրական հոսանքը ոչ միայն ֆիզիկական երևույթ է, այլև քաղաքակրթության շարժիչ ուժը, այն բացահայտել են գիտնականները, զարգացել են ինժեներներ, իսկ մենք օգտագործում ենք ամեն օր, առանց դրա նույնիսկ չնկատելու։ Այո, շատ ճիշտ է։ Երեխաներ, մենք մեր կյանքը պատկերացնում ենք առանց էլեկտրական հոսանքի։ Ոչ, անհնար է պատկերացնել։ Նստիր Աննա, շատ ապրես։ 15 վայրկյան է մնացել երեխաներ։ Առաջինը Արյանան է, երկրորդը Աննան, երրորդը Արտյոմը, Գայանեն, Մարին, Անաստասիան, Նարեկը, Նարեն, Գարգյուջը, Վարնեն։ Տվեց գիտելիքների արդյունքը, ես
առաջին 3 աշակերտների անունները կհնչեցնեմ, ովքեր հավաքեցին ամենաշատ միավորները։ Առաջինը Արյանան էր, երկրորդը Աննան, երրորդը Արտյոմը։ Կարծում եմ մյուս թեստի ժամանակ բոլորդ այդպիսի լավ ու ակտիվ մասնակցություն կցուցաբերեք երեխաներ։ Այսպիսով երեխաներ, մենք մեր կյանքը չենք պատկերացնում առանց էլեկտրական երևույթների։